Ողջույն հարգելի ընկերներ, եթե դուք սարսափ ֆիլմերի սիրահար եք, ապա պետք է որ լսած լինեք Էմիթվիլի սարսափի մասին։ Այդ դեպքի հետ կապված շատ սարսափ ֆիլմեր են նկարահանվել, որոնցից որոշներում նշվում է, որ ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Բայց իրականում հաղորդաշարի այս թողարկմանը դուք կիմանաք, թե արդյոք դա այդպես է, թե ոչ։ Սակայն, եթե դուք մինչև հիմա տեղյակ չեք, թե ինչի մասին է խոսքը, ես հիմա կներկայացնեմ այդ պատմությունը, իսկ հետո կպարզենք, թե այդ պատմության մեջ ինչն է իրական դեպք, իսկ ինչը կեղծ ու հորինված։ Բայց մինչ այդ, բաժանորդագրվեք ալիքին, դրեք լայք տեսանյութի տակ ու սեղմեք զանգակի կոճակը, քանի որ ձեր ակտիվությունից է կախված, թե երբ դուրս կգա իրականում հաղորդաշարի հաջորդ թողարկումը։ Դե իսկ հիմա անցնենք բուն պատմությանը։ Եվ այսպես, 1974 թվականի նոյեմբերի 13-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Էմիթվիլ քաղաքում տեղի ունեցավ ողբերգական մի դեպք։ Այս տան ընտանիքի ավագ որդին Ռոնալդ Դեֆեոն գիշերվա ժամը 3:15-ին վերցրեց հրացանը ու սկսեց սպանել իր հարազատներին։ Արդյունքում սպանվեց 6 մարդ՝ Ռոնալդի ծնողները, 2 եղբայրները ու 2 քույրերը։ Առավոտյան նա ոչ մեկի չհայտնեց այդ մասին։ Ընդհակառակը, սովորականի պես գնաց աշխատանքի ու նույն օրը ժամը 18:30-ին նա մտել է Էմիթվիլի Հենրի բար և ներկաներից օգնություն խնդրել, որից հետո Դեֆեոն ու մարդկանց մի փոքր խումբ գնացին Օուշեն պողոտայի 112 տուն։ Տեսնելով, որ Ռոնալդի ծնողները սպանվել էին, նրա ընկեր Ջո Եսվիթը շտապ զանգահարեց ոստիկանության բաժին, որը խուզարկեց տունը և պարզեց, որ ընտանիքի 6 անդամները սպանվել են իրենց անկողնում, իսկ կրակոցները կատարվել են 35 մմ տրամաչափի Մերլին 336 C հրացանով։ Ռոնալդ Դեֆեո կրտսերը, որը նաև հայտնի է որպես Բուչ, ընտանիքի ավագ զավակն էր և նրա միակ ողջ մնացած անդամը։ Նրան տեղափոխել են տեղի ոստիկանական բաժանմունք։ Սկզբնական շրջանում նա հանդես էր գալիս վկայի կարգավիճակով ու ոչ մեկ նրան չէր կասկածում։ Նա ոստիկաններին հայտնել էր, որ սպանություններն իրականացրել է տեղական մաֆիայի պարագլուխ Լուի Ֆելինին, սակայն Ռոնալդի ցուցմունքում շատ անհամապատասխանություններ կային, որոնցից ամենագլխավորն այն էր, որ Ֆելինին սպանության օրը նահանգից դուրս է եղել։ Բացի դա, նա նաև ոստիկաններին հարցուփորձ էր անում, թե ինչպես կարող էր ստանալ իր հոր կյանքի ապահովագրության վճարը, ինչը դրդեց մեղադրող կողմին դատավարության ժամանակ առաջարկել, որ իր սպանության շարժառիթը եղել է հավաքագրել իր ծնողների կյանքի ապահովագրության վճարները։ Դեֆեոն ընդհանուր առմամբ լարված հարաբերություններ ուներ իր հոր հետ, քանի որ վերջինս հաճախ էր ծեծում իր կնոջը և երեխաներին, իսկ երբ Ռոնալդը արդեն հասուն էր, նա շատ հաճախակի էր վիճում իր հոր հետ։ Անգամ կա կարծիք, որ նա սարսափելի դեպքից մի շաբաթ առաջ հոր հետ վիճելու ժամանակ նրան ասել էր, որ նրան կսպանի։ Պետք է նշել, որ Ռոնալդը շատ վատ կյանքով էր ապրում ու այնքան էլ զարմանալի չէ, որ նա այսպիսի ոճրագործություն է իրականացրել։ Ամեն դեպքում հետաքննության ընթացքում բազմաթիվ փաստեր հավաքվեցին Ռոնալդի դեմ, և նա ստիպված եղավ խոստովանել, որ սպանություններն ինքն է կատարել։ Դատավարության ժամանակ նա ասել է հետևյալը. «Ես սկսեցի ու պարզապես չկարողացա կանգ առնել, դա այնքան արագ անցավ»։ Նա նաև մանրամասն պատմել է, թե որտեղ է դեն նետել կարևոր ապացույցները, ինչպիսիք են արյունոտ հագուստները, Մերլին հրացանը և պարկուճները, սովորականի պես աշխատանքի գնալուց առաջ։ Դեֆեոն և իր փաստաբան Ուիլյամ Վեբերը նրա պատիժը թեթևացնելու համար առաջ քաշեցին անմեղսունակության հանգամանքը, ինչպես նաև ասացին, որ նա ինքնապաշտպանության նպատակով է արել այդ ամենը ու որ ինչ-որ խորհրդավոր ձայներ են Դեֆեոին դրդել կատարել այդ սպանությունները։ Անմեղսունակության հանգամանքը հաստատել է նրանց կողմից վարձված հոգեբույժ Դանիել Շվարցը, բայց մեղադրող կողմի հոգեբույժ դոկտոր Հարոլդ Զոլանը պնդում էր, որ չնայած Դեֆեոն թմրամոլ էր և օգտագործում էր հերոին ու LSD, նա հակասոցիալական անհատականության խանգարում ուներ
եւ հասկանում էր, թե ինչ էր անում հանցագործության պահին, ու այդ ամենը անում էր գիտակցված։ Այսպիսով 1975 թվականին Դեֆեոն մեղավոր ճանաչվեց երկրորդ աստիճանի սպանության հոդվածով ու դատապարտվեց 150 տարվա ազատազրկման։ Այսքանով պատմությունը պետք է ավարտվեր ու չդառնար ամբողջ աշխարհով հայտնի դարձած քաղաքային լեգենդ, սակայն որոշ ժամանակ անց մահացած ընտանիքի տունը վաճառվում է ու այն գնում են Ջորջ եւ Քեթի լացերը։ Տան գնորդների համար բավականին տարօրինակ էր այն, որ նման շքեղ տունը վաճառվում է ընդամենը $80,000, բայց ամեն դեպքում նրանք որոշեցին գնել այդ տունը։ Եվ հենց այստեղից էլ սկսվում է ամենահետաքրքիրը։ Ջորջը եւ Քեթին պատմում են, որ տուն տեղափոխվելու առաջին իսկ օրվանից այնտեղ տեղի էին ունենում անոմալ ու սարսափելի երևույթներ։ Նրանց աղջիկը այդ տանը հանդիպում էր ինչ-որ երեխայի ուրվականի հետ ու նրանք միասին խաղում էին։ Քեթիին հաճախակի թվում էր, որ ինչ-որ մեկը կպչում է իրեն։ Նրա մարմնի վրա նույնիսկ կապտուկներ էին հայտնվում, իսկ Ջորջը ամեն գիշեր 3:15-ին արթնանում էր եւ տարօրինակ ու սարսափելի ձայն էր լսում։ Հիշեցնեմ, որ Ռոնալդ Դեֆեոն հենց 3:15-ին էր սպանել իր հարազատներին։ Իրադրությունն օրեցօր ավելի էր վատթարանում ու հարցին լուծում տալու համար Ջորջ Լացը քահանա Ռեյ Պեկարոին է հրավիրում, որպեսզի նա տունը մաքրի չար ուժերից, բայց անգամ քահանան է անզոր գտնվում նրանց դեմ ու խորհուրդ տալիս լացերին այլևս չբարձրանալ տան երկրորդ հարկ։ Իրականում սա սուտ է, քանի որ 1970-ականների վերջին գործին առնչվող դատավարության ընթացքում հայր Պեկարոն երթմնակալության մեջ հայտարարեց, որ այդ հարցի վերաբերյալ լացերի հետ իր միակ կապը եղել է հեռախոսով։ Տունն առնելուց 28 օր հետո լացերի ընտանիքը ստիպված է լինում դուրս գալ այնտեղից, քանի որ ըստ նրանց այդ տանը այլևս հնարավոր չէր ապրել։ Հետաքրքիրն այն է, որ հաջորդ օրը լացերի իրերը տեղափոխելու համար այդ տուն եկած մարդիկ չեն հայտնել որևէ պարանորմալ երևույթների մասին։ Բացի դա, այդ 28 օրվա ընթացքում հարևաններից ոչ մեկ ոչ մի արտասովոր բան չի նկատել, եւ այս ամենը նույնպես ապացուցում է այն, որ Ջորջը եւ Քեթին ստում են։ Էմիթվիլի սարսափի մասին գրքում եւ 1979 թվականին նկարահանված ֆիլմում պատկերված են տուն այցելող ոստիկաններ։ Ձեզ չեմ զարմացնի, եթե ասեմ, որ սա եւս սուտ է, որովհետեւ արձանագրությունները ցույց են տվել, որ լացերը Օուշեն պողոտայում ապրելու ժամանակահատվածում ոստիկանություն չեն կանչել։ Այդուհանդերձ, այս ամենից հետո Ջորջը եւ Քեթին այլևս չվերադարձան այդ տուն։ Ամիսներ անց այդ տուն են այցելում լրագրողներ ու էքստրասենսներ, որպեսզի, այսպես ասած, հետազոտեն այդ տունը եւ պարզեն, թե ինչու է այդ տունը այդքան խորհրդավոր։ Բնականաբար նրանք չէին կարող բաց թողնել այս առիթը, քանի որ նրանք այդ տանը կարող էին անցկացնել հերթական հեռուստատեսային հաղորդումը ու ավելի հայտնի դառնալ։ Այդ հաղորդումների, ավելի ճիշտ շոուների մեջ ամենատարօրինակն այն էր, որ դրանց ընթացքում միայն էքստրասենսներն էին ենթարկվում չար ուժերի հարձակմանը, իսկ օպերատորները ու հաղորդավարները նշում էին, որ իրենք չեն զգացել ու չեն տեսել ոչ մի տարօրինակ երևույթ։ Որպես ապացույց ես ցույց կտամ մի հատված այդ дебքերի մասին ռեպորտաժից. Я открыла сосуд со святой водой и сказала: «Убирайся, сатана!» Вода исчезла, словно ее лили на горячую сковороду. Затем все в доме замерло. Меня отбросило назад, словно мощная струя воды ударила мне в грудь. Со мной ничего не случилось, в отличие от людей вокруг меня. Как репортер я должна сказать, что не видела и не чувствовала ничего, кроме реакции окружающих меня людей. Այսքանից հետո միայն միամիտ մարդը կարող էր չհասկանալ, որ էքստրասենսները խաբում ու դերասանություն են անում։ Ինչպես տեսնում եք, այս աշխարհում լացերի ընտանիքից ու էքստրասենսներից բացի ոչ մեկ այդ տանը չի զգացել որևէ չար ուժերի ներկայություն։ Իդեպ, այդ էքստրասենսներից մեկը Լորեյն Ուորենն էր։ Նա ու իր ամուսինը համարվում էին պարանորմալ երևույթների ամենահայտնի հետազոտողները Ամերիկայում ու նաև ամբողջ աշխարհում։
Սակայն իրականում նրանք խաբեբաներ էին, որոնց մասնակցությամբ հորինված քաղաքային լեգենդների շուրջ գրվել են գրքեր ու նկարահանվել ֆիլմեր, որոնցից ստացված շահույթից Էդ և Լորեին ու Օրենները մեծ գումարներ են ստացել։ Այս ամուսինները ներգրավված են Ամերիկայի համարյա բոլոր պարանորմալ երևույթների հետ կապված հայտնի քաղաքային լեգենդներում։ Երևի միակ աչքի ընկնող բացառությունը դա Վինչեսթերի առեղծվածային տունն է, որին նաև անվանում են ուրվականների կառուցած տուն։ Ի դեպ, եթե այս տեսանյութը հավաքի 100 լայք, ապա կլինի թողարկում այդ թեմայով։ Ինչևից է, վերադառնանք Էմիթվիլի սարսափի մասին ռեպորտաժին, որտեղ Լորեին ու Օրենը հայտարարեց, որ այդ տան հիմքում հնդկացիական ցեղի առաջնորդի գերեզման է եղել, բայց քաղաքի տարեց բնակիչները նշում են, որ այդ քաղաքում երբևէ չեն եղել հնդկացիական ցեղերի գերեզմաններ։ Այսպիսով, կարելի է ասել, որ չկա ոչ մի ապացույց, որ այդ ռեպորտաժի ժամանակ տանը եղել են սատանայական ոգիներ կամ էլ տեղի են ունեցել պարանորմալ երևույթներ։ Թերևս միակ բանը, որը փոքր-ինչ մտածելու տեղիք է տալիս, դա այս լուսանկարն է, որտեղ իբր թե երեխայի ուրվական կա, բայց կարծում եմ դուք կկռահեք, որ այնքան էլ դժվար չէր փողոցով անցնող մի պատահական երեխայի մի քանի $-ի դիմաց համոզելով բերել այդ տուն, նրան լուսանկարել ու հետո ասել, որ դա եղել է ուրվական։ Ինչևից է, այս հեռուստահաղորդումից հետո ամբողջ քաղաքով տարածվեց, որ այդ տունը անիծված է ու որ այնտեղ անբացատրելի ու սարսափազդու դեպքեր են եղել։ Որոշ ֆեյք բացահայտողներ ու ոչ հավաստի կայքերի լրագրողներ նշում են, որ տեղական բանկը գնել է տունը եւ վաճառել գույքը, իսկ այնտեղ մինչև օրս ոչ ոք բնակություն չի հաստատել։ Բայց ես այլ տվյալներ ունեմ։ Ամերիկայի անշարժ գույքի գործակալության կայքեջում կոնկրետ տարեթվերով նշված է, թե որ թվականներին ովքեր են ապրել այդ տանը։ Ինչպես տեսնում եք այս ցուցակում, լացերի հեռանալուց հետո այս տանը ապրել են տարբեր ընտանիքներ ու ոչ թե մի քանի օրով, այլ երկար տարիներով։ Հետո էլ վաճառել են ամենատարբեր պատճառներով ու այսքան ժամանակ նրանցից ոչ մեկին այսպես կոչված չար ոգիները չեն անհանգստացրել։ Լացերից հետո 1977 թվականի մարտին այդ տունը գնել են Ջիմ և Բարբարա Քրոմարտիները և հերքել տարածված այն պնդումը, որ այդ տան փականներին, դռներին և պատուհաններին ֆիզիկական վնաս է պատճառվել։ Ի դեպ, այս պահին վերոնշյալ տունը վաճառվում է ավելի քան $1 միլիոն, այնպես որ դուք էլ հանգիստ կարող եք գնել այն։ Իսկ հիմա ես ձեզ մի հատ հարց ունեմ։ Ձեզ համար տարօրինակ չէր այն, որ մարդասպանը դեպքից միայն ամիսներ հետո ասաց, որ իրեն գլխի մեջի ձայներն են ստիպել այդ ամենը անել։ Կարծում եմ, որ այո, դե ուրեմն լսեք ճշմարտությունը այդ մասին։ Ռոնալդ Դեֆեոյի փաստաբան Ուիլյամ Վեբերը լացերի ընտանիքի հետ պայմանավորվել ու հորինել է այդ սուտը, որպեսզի կարողանան ինչ-որ չափով մեղվել Ռոնալդի պատժի չափը։ Դրանից հետո միայն Դեֆեոն հայտնեց խորհրդավոր ձայնի մասին։ Դրանից հետո միայն լացերի ընտանիքը սկսեց հայտնել, որ այդ տանը իրենց հետապնդում են չար ուժերը, իսկ էքստրասենսների ու լրագրողների շնորհիվ այդ կեղծիքը ավելի մեծ տարածում գտավ ու դարձավ աշխարհի ամենահայտնի քաղաքային լեգենդներից մեկը։ Իսկ մարդիկ սիրում են առեղծվածներ։ Նրանք թքած ունեն, որ լացերի ընտանիքից բացի ոչ մի ընտանիք այդ տանը ոչ մի չար ուժի ներկայություն էլ չի զգացել։ Հետագայում Դեֆեոյի փաստաբանը Ջորջ և Քեթի լացերին ծանոթացրել է գրող Ջեյ Էյսոնի հետ, ով պայմանագիր է կնքել լացերի հետ և նրանց պատմությունների հիման վրա 1977 թվականին գրել է Էմիթվիլի սարսափը գիրքը, որի հիման վրա հետագայում բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, իսկ այդ գրքի բոլոր հրատարակությունների ընդհանուր վաճառքի թիվը կազմում է ավելի քան 10 միլիոն օրինակ։ Բայց այստեղ շատ կարևոր է շեշտել, որ գրքում ու ֆիլմերում որոշ դրվագներ ձևափոխված են կամ էլ առհասարակ հորինված։ Օրինակ 2005 թվականի ֆիլմի ռեմեյքում ասվում է, որ Օուշեն պողոտայի 112 տան նկուղը կառուցվել է 1692 թվականին, սակայն իրականում այն կառուցվել է 1924 թվականին։
Այնպես որ եթե տեսնում եք, որ ֆիլմի սկզբում ասվում է, որ այն հիմնված է իրական դեպքերի վրա, ապա պետք չէ միանգամից հավատալ դրան։ Ինչևից է, Ջորջը եւ Քեթին այդ գրքի ու ֆիլմերի վաճառքից հետո միայն առաջին ամիսներին ստացել են $200,000 ԱՄՆ, իսկ հետագա տարիներին նրանք դրանցից այնքան մեծ եկամուտներ են ստացել, որ մինչև կյանքի վերջ այդպես էլ չխոստովանեցին, որ իրենք ստել են, որպեսզի չզրկվեն իրենց փողերից։ Սա հատուկ շեշտ է այն մարդկանց համար, ովքեր վստահ ասում են, որ եթե լացերը իսկապես ամեն ինչ հորինած լինեին, ապա չէին թողնի իրենց տունը ու հեռանան։ Հարգելիներս, իրականում նրանք միլիոններ են վաստակել ու նրանց այդ տունը առանձնապես չէր էլ հետաքրքրում։ Բայց փաստաբան Ուիլյամ Վեբերը, չստանալով ոչ մի կոպեկ այդ գործարքներից, դեպքից մի քանի տարի անց որոշեց հայտնել ճշմարտությունը այդ մասին։ Սկսած 1977 թվականից նա People ամսագրին, Associated Press թերթին ու բազմաթիվ լրատվականներին ու հեռուստաալիքներին տված հարցազրույցներում խոստովանել է իր եւ լացերի պայմանավորվածության մասին եւ ասել, որ նրանց սարսափ պատմությունները հորինված են։ Մասնավորապես կարելի է նշել այն, որ 1979 թվականի սեպտեմբերի 17-ի People ամսագրի համարում Ուիլյամ Վեբերը գրել է. «Ես գիտեմ, որ այս գիրքը կեղծիք է։ Մենք այս սարսափ պատմությունը ստեղծել ենք գինու շշերի շուրջ»։ Խոսքը վերաբերվում է հանդիպմանը, որը Վեբերը ունեցել է Ջորջ եւ Քեթի լացերի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են այն, ինչը հետագայում դարձել է Ջեյ Էնսոնի գրքի գաղափարը։ 1977 թվականին լացերը որոշեցին Վեբերին դատի տալ, սակայն 1979 թվականի սեպտեմբերին դատավոր Վայնշտեյնը մերժեց լացերի հայցը։ Իր հերթին Ուիլյամ Վեբերը որոշեց դատի տալ լացերին ու գրքի եւ ֆիլմի վաճառքից ստացված գումարներից որոշ տոկոսներ ստանալ, բայց նա եւս դատը պարտվեց։ Իսկ հիմա եկեք պարզենք, թե ինչ հակասություններ կան այս պատմության մեջ եւ անենք որոշ հետեւություններ։ Այս պատմության մեջ եւ հատկապես սպանության հետ կապված կան մի քանի վիճելի պահեր։ Օրինակ այն, որ բոլոր 6 զոհերին հայտնաբերել են անկողնում դեմքով ցած, առանց դիմադրություն ցույց տալու նշանների։ Երբ Ռոնալդը սկսել է իր առաջին կրակոցները, ընտանիքի անդամներից ոչ մեկ չի զարթնել։ Հարևանները նույնպես ոչ մի արտասովոր ձայն չեն լսել։ Ամենազարմանալին այն է, որ ըստ ոստիկանական հետաքննության հրացանի վրա տեղադրված չի եղել խլացուցիչ, իսկ ընտանիքի անդամների արյան մեջ չեն հայտնաբերվել քնաբեր դեղեր։ Սակայն Դեֆեոն իր հարցաքննության ժամանակ պնդել է, որ թմրանյութ է տվել իր հարազատներին։ Ընդհանուր առմամբ Ռոնալդը դատապարտվելուց հետո մի քանի հարցազրույց է տվել ու սարսափելի դեպքի հետ կապված տարբեր պատմություններ է ներկայացրել։ Նրա հիմնական արդարացումն այն էր, որ իր քույր Դոն Դեֆեոն սպանել է իր տան բոլոր անդամներին, իսկ հետո էլ ինքն է պատահմամբ սպանել նրան, բայց տարիների հետ նա անընդհատ փոխում էր իր ցուցմունքները ու դա հաշվի առնելով հայտնի սկեպտիկ Ջոն Նիկելը ասում էր, որ նրա ամեն նոր պնդմանը պետք է չափազանց մեծ զգուշությամբ ու թերահավատությամբ մոտենալ։ Ռոնալդը նաև ասում էր, որ սպանության ժամանակ նա ամուսնացած է եղել Ջերալդին Գեյթս անունով մի կնոջ հետ ու որ նրա եղբայր Ռիչարդ Ռոմոնդոն սպանության օրը նրա հետ է եղել։ Բայց 1992 թվականին Ջերալդին Գեյթսը խոստովանեց, որ Ռիչարդ Ռոմոնդոն գոյություն չունի ու որ նա մինչև 1989 թվականը Դեֆեոյի հետ ամուսնացած չի եղել։ 1990 թվականին Դեֆեոն միջնորդություն ներկայացրեց դատավճիռը չեղարկելու համար, սակայն դատավոր Սթարքը մերժեց միջնորդությունը, հայտնելով, որ ըստ իրեն ամբաստանյալի ցուցմունքները ընդհանուր առմամբ կեղծ են եւ շինծու։ Սարսափելի դեպքի գլխավոր հակասություններից մեկն էլ այն է, որ ըստ ոստիկանական հետաքննության Ռոնալդը միայնակ է իրականացրել այդ սպանությունները, մինչդեռ շատերը համոզված են, որ նա ունեցել է հանցագիծներ եւ հենց դրանով են բացատրում այն, որ բոլոր զոհերը սպանվել են իրենց անկողնում դեմքով դեպի ներքև ու որ ոչ մեկ առաջին կրակոցների ձայնից հետո չի փորձել փախչել։
Այդպիսի մի տարածված վարկած է ներկայացվում 2002 թվականին լույս տեսած Ռիկ Օսունայի «Գիշերը, երբ մահացան Դեֆեոները» գրքում, որի հեղինակը հայտնում էր, որ 2000 թվականի նոյեմբերի 30-ին Դեֆեոն հանդիպել է նրա հետ և զրուցել մոտ 6 ժամ։ Ըստ Ռիկ Օսունայի, Դեֆեոն պնդում էր, որ սպանությունները կատարել է իր քրոջ Դոնի և 2 ընկերների հետ, քանի որ ծնողները որոշել էին իրեն սպանել։ Ենթադրվում է, որ հոր հետ կատաղի վեճից հետո նա և իր քույրը ծրագրել են սպանել իրենց ծնողներին, բայց հետո Դոնը սպանել է նաև երեխաներին, նրանց որպես վկա վերացնելու համար։ Ռոնալդը պատմել է, որ քրոջ գործողությունների մասին իմանալով զայրացել է, նրան անգիտակից վիճակում տապալել է անկողնում և կրակել գլխին։ Ոստիկանությունը Դոնի գիշերազգեստի վրա հայտնաբերվել է չայրված վառոդի հետքեր, որոնք ըստ Դեֆեոյի կողմնակիցների ապացուցում են, որ նա կրակել է։ Ամենուայնիվ դատավարության ժամանակ փորձագետ Ալֆրեդ դե լա Պեննան ցուցմունք է տվել, որ չայրված վառոդը բաց է թողնվում զենքի փականի միջոցով, ինչը ցույց է տալիս, որ նա եղել է զենքի փականի մոտ, այլ ոչ թե կրակել է զենքից։ Նաև դատաքննիչը չի գտել ոչ մի ապացույց, որ Դոնը պայքարի մեջ է եղել, ու բացի դա հայտնել է, որ հրազենային վնասվածքը նրա մարմնի միակ թարմ հետքն էր։ Հետագայում ռադիոհաղորդման հաղորդավար Լուի Ջենթիլին ուղղված նամակում Դեֆեոն հերքեց Ռիկ Օսունային տեղեկատվություն տրամադրելու մասին լուրերը, որը կարող էր օգտագործվել իր գրքում, պնդելով, որ նա անմիջապես թողել է հարցազրույցը և Օսունայի հետ որևէ էական բանի մասին չի խոսել։ Իհարկե, Ռիկ Օսունայի հայտնած մտքերը կեղծ են, բայց ամեն դեպքում դա չի բացառում այն փաստը, որ Դեֆեոն չի ունեցել հանցակիցներ։ Համենայն դեպս ես այդպես եմ կարծում, իսկ դուք էլ կարող եք ձեր կարծիքը գրել մեկնաբանություններում։ Ինձ հետաքրքիր է, թե դուք ինչ եք մտածում այս ամենի շուրջ։ Այսպիսով ինչ հետևություններ կարելի է անել։ Անվիճելի փաստ է այն, որ այս դեպքը դժվար է լրիվ բացահայտելը, մանավանդ որ արդեն անցել է մոտ 50 տարի, իսկ Ռոնալդը մահացել է 2021 թվականին։ Բայց մի բան հաստատ է, Դեֆեոյին ոչ մի խորհրդավոր ձայն էլ չի ստիպել այդ քայլին գնալ։ Նրանց տանը ոչ մի առեղծվածային երևույթներ էլ չեն եղել, ու այնտեղ ոչ մի չար ոգիներ կամ ուրվականներ չեն բնակվել։ Այս ամենը հորինված էր Դեֆեոյի, նրա փաստաբանի ու լացերի ընտանիքի կողմից, ու չնայած որ Ռոնալդի պատիժը մեղմել չստացվեց, լացերը հասան իրենց նպատակին։ Նրանք միլիոններ աշխատեցին ու այդպես էլ չխոստովանեցին ճշմարտությունը։ Ասեմ ավելին, 1979 թվականի հունիսին Ջորջը և Քեթին ստի դետեկտորի թեստ անցկացրին, որի արդյունքները ցույց էին տալիս, որ նրանք չեն ստում։ Բայց սա դեռ ծանրակշիռ ապացույց չէ, քանի որ ստի դետեկտորը ի հեճուկս տարածված միֆերի միայն 70% դեպքերում է ճիշտ պատասխան տալիս։ Իսկ լացերը այդ տարիների ընթացքում այնքան էին բոլորին պատմել իրենց հորինված պատմությունները, որ հավանաբար արդեն իրենք էլ էին դրան հավատում ու հեշտությամբ կարող էին խաբել ստի դետեկտորին կամ այլ կերպ ասած պոլիգրաֆին։ Եզրափակելով այս թողարկումը ես կասեմ հետևյալը. Այո, այս գործում կան որոշ հակասություններ, հատկապես այն, որ մինչև օրս էլ չի պարզվել, թե Դեֆեոն մենակ է եղել, թե ոչ, բայց դա արդեն կրիմինոլոգիա է ու պետք չէ միստիկ բացատրություններ հորինել, քանի որ հանցագործությունների մի զգալի հատված այդպես էլ չի բացահայտվում ու հիմա էլ կան այդպիսի շատ չբացահայտված դեպքեր, ուղղակի այնտեղ միստիկա չեն փնտրում ու դրանք չեն դարձնում հայտնի քաղաքային լեգենդ։ Եվ ի վերջո, ինչպես մենք կարող ենք հավատալ ուրվականների ու սատանայական ուժերի մասին այս հեքիաթներին, եթե անգամ ֆիլմի դերասանները չեն հավատում դրան։ Ահա այսպիսի երկար պատմություն ստացվեց, և ես հուսով եմ, որ դուք ստացաք ձեր հարցերի պատասխանները, բայց հիշեք, որ ինձ պետք չէ հավատալ կամ չհավատալ, այնպես որ եթե դուք ցանկանաք ստուգել տեսանյութում ասվածը կամ ավելի մանրամասն ուսումնասիրել, ապա կարող եք մտնել տեսանյութի նկարագրության բաժին։ Ես բոլոր աղբյուրների հղումները կթողնեմ այնտեղ։ Կարծում եմ, որ ձեզ շատ հետաքրքիր էր այս տեսանյութը, որի համար ինձ շնորհակալություն կարող եք հայտնել հետևյալ կերպ. Ընդամենը բաժանորդագրվեք ալիքին,
Դրեք լայք տեսանյութի տակ ու սեղմեք զանգակի կոճակը, քանի որ առաջիկայում շատ հետաքրքիր տեսանյութեր են սպասվում։ Շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ, մինչ նոր հանդիպում։